Այսուհետև 16 տարին լրացած դեռահաս աղջիկները հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք կունենան։ Որոշումը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց, միակ մտավախությունն այն է, որ 16 տարեկան հղին կարող է ծնողին տեղյակ չպահել և գնալ այդ քայլին։ Բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքով 16 տարեկան լրացած անձը տալիս է իր համաձայնությունը բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ հրաժարվում է այդ բժշկական օգնությունից և սպասարկումից։ Հղիության արհեստական ընդհատումը կանոնակարգվում է մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքով, ուստի այդ երկու օրենքները կարելի է ասել հակասում էին իրար։ Նախկինում 16 տարեկան լրացած անձը կարող էր ընդհատել իր հղիությունը միայն ծնողների համաձայնությամբ և նաև եթե ծնողները հրաժարվում էին հղիության ընդհատումից։ Գործող կարգավորմամբ 16 տարեկան լրացած անձը ինքն է տալիս համաձայնությունը հղիությունը ընդհատելու կամ հրաժարվում է հղիությունը ընդհատելուց։ Ռուզան Մարտիրոսյանը դրական է համարում հղիի կարծիքը հաշվի առնելու հանգամանքը։ Փաստում շատ հաճախ ծնողն է դրդում երեխային հրաժարվել պտղից։ Նախկինում հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթականը կնոջ ցանկությամբ հնարավոր է իրականացնել միայն հիվանդանոցային պայմաններում։ Փոփոխության արդյունքում մինչև 8 շաբաթական հղիության արհեստական ընդհատում կարող են իրականացնել ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում։ Նշեմ, որ հղիության արհեստական ընդհատումը արտահիվանդանոցային պայմաններում մինչև 8 շաբաթականը իրականացվում է կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ գինեկոլոգի ցուցումով, նրա նշանակումով, նրա կողմից, նրա հսկողությամբ։ 16 տարեկանում հղիանալ և թեկուզ գնալ դեղորայքային ընդհատման ճանապարհով վիրաբույժ գինեկոլոգ Գոռ Ավագյանը սխալ է համարում, բարդություններն է առանձնացնում։ Բարդություններ կարող են լինել, հնարավոր է դեղորայքը օգտագործել, ունենանք մենք թերի վիժում, ունենանք արյունահոսություններ դեղորայքից, դեղորայքի անտանելիություն լինի, հետագայում արդեն արգանդի, էնդոմետրիումի հետ կապված բորբոքումներ, էնդոմետրիտներ, հիմնական շարքը դրանք են, որ կարա այդ խնդրի հետ մենք կարանք բախվենք։ Բժիշկը բացատրում է, իհարկե անհամեմատ տարբեր են վիրահատական և դեղորայքային միջամտությամբ հղիության արհեստական ընդհատման եղանակները, այնուամենայնիվ անցանկալի հղիության ընդհատումը մեծ ազդեցություն է թողնում կնոջ օրգանիզմի վրա։ Առաջի հղիությունն է ցանկալի չի դեղորայքային, քանի որ կանացի օրգանիզմը իր բնականon ֆիզիոլոգիայով, իր ամեն ինչով նպաստել է, որ այդ գործընթացը իր բնականon հունով տեղի ունենա, բայց մենք կողքից արդեն եթե ուզում ենք բժշկական ինչ-որ միջամտենք, դրանք բոլորը անցանկալի են, դեղորայքից դեպի վիրահատականը շատ մենք մոտ ենք կանգնած, դա ոչ մեկ չի վստահեցնում մեզ, որ մենք եթե դեղորայքով թեկուզ մինչև 8 շաբաթական հղիությունը փորձենք ընդհատել, դա հնարավոր է մենք չգրանցենք, դա պետք է արդեն գործիքային միջամտություն արվի, որ դա դուրս բերվի։ Ուզում եմ ասեմ, այդ միջոցառումները արդեն ինքնին լավ չեն կնոջ առողջության համար կախված տարիքից։ Խնդիրները բացառելու համար պետք է դեռահասների և երիտասարդների շրջանում կրթական մակարդակը բարձրացնել, ասում է գինեկոլոգը։ Ավելի շատ կուզենք այն հարցը բարձրացնենք, որ կոնտրացեպցիայի հարցը ավելի տեղեկանան, ավելի թե դպրոցներում, թե ծնողների կողմից, եթե արդեն նկատելի է, որ ինչ-որ այդ սեռական կյանքով ապրում են ազատ, որովհետև դրանով կարող են կանխարգելել նաև ինֆեկցիաների տարածումը սեռական ուղիներով, բացի այն, որ մենք կարող ենք ունենանք հղիություն, մենք մտածում ենք հղիության ընդհատման մասին, դեղորայքային, դրա բարդությունները, բայց միաժամանակ մենք կարող ենք ունենալ ուղեկցող ինֆեկցիաներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում հատուկ հետազոտություններ հղիության արհեստական ընդհատման, սակայն մեր գործող կարգավորումներով լինելու է ուլտրաձայնային հետազոտությունը, պարտադիր հետազոտություն, որը շատ կարևոր է արգանդային հղիությունը հաստատելու համար, բացառելու համար արտարգանդային հղիությունը, օրինակ, և դրանովից նպաստելով դեղորայքային ընդհատման առավել արդյունավետ և առանց բարդությունների անցկացմանը։ Կառավարության որոշման համաձայն առաջարկվել է դրույթ հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ կնոջ կողմից ներկայացվող դիմումի էլեկտրոնային առողջապահական համակարգ ներբեռնելու պահանջով է իրականացվելու գործընթացը։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։